Նորակառույց դարպասներից ներս ազդարարվում է խորհրդանշական օրը։ Անի համայնքի ձիթանկով բնակավայրում այսօր տեղի ունեցան միանգամից մի քանի իրադարձություններ։ Համայնքի ղեկավար Արման Սարուբեկյանի գլխավորությամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդ Գևորգ arczepiskopos Նորատունկյանի, ծնունդով ձիթանկովցի բարերար Արագած Պապոյանի, գյուղի բնակիչների եւ հյուրերի մասնակցությամբ բացվեցին Մարիամ Աստվածածնի եւ Մեսրոպ Մաշտոցի արձանները։ Այնուհետև ներկաները 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված պուրակում ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված ձիթանկովցի տղաների հիշատակին։ Հաջորդիվ հանդիսավորությամբ բացվեց նաև Հիսուս Քրիստոսի արձանը, որը ևս համալրեց գյուղի նորաստեղծ հոգևոր խորհրդանիշները։ Բարերար համայնք համագործակցությունը շատ մեծ առավելություն ունի եւ շատ կարևոր դեր ունի համայնքի զարգացման համար, որ բարերարը համայնքի բնակիչը իր սերը, իր նվիրվածությունը ցուցաբերում է համայնքում, համայնքի աշխատանքները եւ համայնքի համար ավելի դյուրին եւ ավելի մեծ աշխատանքներ հնարավոր դառնում կատարել։ Այս նախաձեռնությունները կյանքի են կոչվել համայնք բարերար համագործակցության արդյունքում։ Ծնունդով ձիթանկովից անեցի բարերար Անի համայնքի պատվավոր քաղաքացի Արագած Պապոյանը տարիներ շարունակ աջակցում է համայնքին ներդրումներ կատարելով ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ հայրենի գյուղի զարգացման եւ շենացման ծրագրերում։ Յուրաքանչյուր հայ պարտական է իր հայրենիքի, իր հայրենի գյուղը, իր հայրենի ծննդավայրը չմոռանա։ Ես էլ ինչ հնարավորություն ունեմ, իմ հնարավորությունների չափով ուզում եմ մեր Հայաստանը, իմ գյուղը, ուզում եմ ծաղկի, բարգավաճի, դա մեր պարտականությունն է։ Արագած Պապոյանը ոչ միայն այսօրվա, այլ շարունակաբար արդեն մի քանի տարի է իր նախաձեռնություններով, իր նվիրվածությունով աչքի է ընկնում եւ ոչ միայն իր հայրենի գյուղում, նաեւ համայնքի կենտրոնում, Մարալի քաղաքում էլ ունի նախաձեռնություն արդեն կյանքի կոչած։ Անի համայնքի ղեկավար Արման Սարուբեկյանի խոսքով համայնքի եւ բարերարների միջև ձևավորված ամուր կապն արտահայտվում է հենց նման նախաձեռնություններով։ Նա ընդգծել է, որ համայնքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը լավագույնս դրսևորվում են գործով, իսկ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն բնակավայրի բարեկարգմանը, այլև հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանը։ Այս կոթողները մեր ու հետագա սերունդների համար կդառնան անգնահատելի մշակութային արժեքներ։ Բնակիչներն ու հյուրերը բարձր են գնահատել նախաձեռնությունը, նշելով, որ համայնքների զարգացման գործում պետության հետ մեկտեղ կարևոր է նաև համայնքից սերած մարդկանց մասնակցությունն ու աջակցությունը։ Շատ շնորհակալ ենք ամբողջ համագյուղացիները, նույնպես շատ շնորհակալ են Արագած Պապոյանից։ Մեծ հոգևոր արժեք է մեզ քրիստոնյա պահելու համար եւ կատարված է, որպեսզի ավելի ամրապնդվի հավատը առ Աստված։ Այս ամենը ոչ միայն մեր համար է, այլ բոլորիս։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Արագած Պապոյանին։ Աստված թող միշտ ժողովրդին օրհնի, ոնց որ պետք։ Օրվա միջոցառումներն ավարտվել են մշակույթի տամբակում կազմակերպված տոնական համերգային ծրագրով։ Երգն ու պարը խորհրդանշական օրվա եզրափակիչ շունչն էին, ևս մեկ անգամ ընդգծելով, որ համայնքի զարգացումը միայն շինարարությամբ չէ պայմանավորված, այլ նաև մշակութային ու հոգևոր կյանքի շարունակական հարստացմամբ։ Մշակույթը այն կարևոր օղակն է, որով հնարավոր է այդ միասնությունը ապահովել, իսկ մեր համայնքի առջև դրված գլխավոր խնդիրը թերևս հենց այդ համագործակցությունն է եւ համայնքի համաչափ զարգացումը, որը կարծում եմ մենք ապահովում ենք։ Օրվա ուղերձը մեկն է, համայնքի զարգացումը հնարավոր է, երբ համատեղվում են համայնքի ղեկավարի հետևողական ու պատասխանատու աշխատանքը, բարերարի նվիրումն ու համայնքի միասնական կամքը, իսկ ձիթանկովում վստահ են, այսօրը կդառնա գյուղի պատմության հիշարժան էջերից մեկը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։
Հուլիսի 21-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ գեներալ-մայոր Շալվա Շենգելյայի գլխավորած պատվիրակությանը, որը երրորդյա այցով Հայաստանում է ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։ Հանդիպման ընթացքում վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կառուցվածքը, գործառույթներն ու գործունեության առանձնահատկությունները, քննարկել համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց են կատարել ռազմական ոստիկանության տարածքում, շրջայցի ավարտին Եղևնիների պուրակում երկու կառույցների ղեկավարները միասին Եղևնի են տնկել որպես Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների միջև շարունակական համագործակցության և բարեկամության խորհրդանիշ։ Զինվորական կոմիսարիատում բժշկական հանձնաժողովը անցկացնում է վերջին բուժզնումը։ Աշխատակիցները վերստուգում են զորակոչիկների անձնական գործերի համալրվածությունը։ Զորակոչվելուց առաջ տեղում անցնում են բուժհետազոտություն, ջերմաչափում է կատարվում, մարմնի զննություն է կատարվում եւս մեկ անգամ եւ վերջնական բուժհետազոտություն անցնելուց հետո տեղափոխում ենք Հանրապետական կենտրոնական հավաքակայան։ Մինչ զինկոմիսարիատում ընթանում է աշխատանքը, դրսում տղաներին են սպասում նրանց ճանապարհելու եկած ծնողները, հարազատներն ու ընկերները։ Մի տարու կես հետո թորնիկս կվերադառնա ու մենք ուրախ կդիմավորենք։ Հպարտ ենք, որ զինվոր ենք ճանապարհում մեր ազգի համար։ Ես էլ եմ զինվորի մայրիկ, բոլորին խաղաղ անփորձանք ծառայություն, բարով գնան, բարով գան մեր զինվորները։ Շատ ուրախ ենք, որ պիտի գնա ծառայի։ Երբ տղան ծնվում է, մենք ուրախանում ենք ու ասում ենք մեր բանակի համար զինվոր ծնվեց, նոր զինվոր ծնվեց։ Երրորդ տղայիս եմ ճանապարհում, ուրախ սրտով ճանապարհում եմ ծառայի մեր հողի համար։ Շարունակելով խոսքը, զորակոչիկների հարազատները նկատում են, ակնառու են դրական փոփոխությունները, որ տեղ են գտել բանակում։ Ավելի բարեկեցիկ կարգավիճակում է, ապահով։ Ամենակարևոր բանն է ծնողի համար, երբ զանգում է ամեն ինչ նորմալ է, սնունդը, ամեն ինչից շատ գոհ ենք։ Զորակոչիկներին ընդունում է նաև զինվորական կոմիսար Արմեն Զաքարյանը։ Ձեզ բարի ծառայություն եմ մաղթում, պատվով այդ 1.5 տարվա ընթացքում կատարեք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ, կատարեք հրամանատարների առաջադրանքները, խնդիրներն ու հրամանները։ Վերաժեշտի պահն է, բոլոր կողմերից լսվում են մաղթանքներ, լինեն զգոն և ուշիմ, բարով գնան, պատվով վերադառնան։ Կենտրոնական հավաքակայանում հերթով ու կարգով իրականացվում են օրենքով սահմանված գործառույթները, անցկացվում է ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը։ Եկել ենք բոլորս բարձր տրամադրվածությամբ պատվով ծառայելու եւ մեր մեծ եղբայրներին փոխարինելու նպատակով։ Գալիս ենք համազգեստը հագնենք, դառնանք մեր երկրի պաշտպանների մի մասը։ Մանդատային հանձնաժողովը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացնում է զորակոչիկների ընդհանուր զարգացվածության վերհանման գործընթացը։ Սպա հոգեբաններն էլ իրականացում են զորակոչիկների հոգեբանական վիճակի առաջնային դիտարկումը, հնարավոր խնդիրների վերհանումն ու ուսումնասիրությունը, կազմում են տղաների հոգեբանական բնութագրերը։ Հավաքագրված ինֆորմացիան ուղարկվում է զորամասեր, այնտեղի սպա հոգեբաներին հետագա աշխատանքները ճիշտ պլանավորելու եւ իրականացնելու նպատակով։ Զորակոչիկները առաջին անգամ օգտվում են նաև զինվորական ճաշարանից, ընտրում են նախընտրած աղցաններն ու ուտեստները, համտեսում մայրական սիրով պատրաստված ճաշատեսակները։ Օգտվում են երկու տեսակի աղցանից, երկու տեսակի ջրիկ ճաշերից, առաջի ճաշատեսակից եւ երկրորդ ճաշատեսակից, մսի տեսականի, մրգի տեսականի, թթվի, պանրի տեսականի, հյութի տեսականի, հաց, լավաշ, մատնաքաշ, ամեն ինչը թարմ, որակով։ Մոտեցավ վիճականության փուլը, բարձրաձայնելով վիճականությամբ ընտրված ծառայավայրերի տվյալները, տղաները ստանում են իրենց առաջին զինվորական համազգեստն ու ուղևորվում զորամասեր, փոխարինելու ծառայությունն ավարտած ավագ զինակիցներին։ Տրամադրությունը շատ լավ է, հիմա էլ էս բան որ հագնում եմ ֆորմա, զգում եմ որ զինվոր եմ դառնում։ Լարսե Սիվանյան, Ռազմիկ Տիգրանյան,
Ապարանի ջրամբարը գործունեության 60 տարվա ընթացքում ամբողջ ծավալով 91 միլիոն խորանարդ մետր ջուր է լցվել վերջին անգամ 15 տարի առաջ։ Իսկ 1988-ին ջրի ծավալը հասել է նույնիսկ 98 միլիոն խորանարդ մետրի։ Ամեն անգամ ջրամբարն ամբողջությամբ լցվելիս կիսով չափ ջրի տակ է անցնում 4-րդ դարի Պողոս Պետրոս եկեղեցին։ Արդեն 9-րդ անգամն է այս խորհրդավոր պատկերը ջրամբարում։ 1962-ից 67 թվականներին է կառուցվել ջրամբարը։ Պողոս Պետրոսը եւ եւս երկու փոքր բազիլիկ տիպի մատուռ եկեղեցի ջրամբարի տարածքում են եղել։ Դեռևս 1967-ին փոքր եկեղեցիները տեղափոխվել են ջրամբարից քիչ հեռու եւ վերաշարվել։ Ցավոք Պողոս Պետրոսը մնացել է նույն տեղում։ Մինչև պատուհանները ջրի տակ անցնող եկեղեցին այս տարի դարձել էր զբոսաշրջիկների սիրված ուղղություններից մեկը։ Շատ են գալիս զբոսաշրջիկները։ Դրսից են գալիս, եկեղեցու մասին հաշվում են, որ դարի է, ինչ վիճակում է։ Իսկ հիմա ինչքան է ջրի տակ եկեղեցին։ 3 մետրից մի քիչ ավել։ Մի 3 է, բայց լիքրեցվա ժամանակ 4 մետր է։ Ջրամբարն ամբողջությամբ լցվել է անակնկալի էր բերել նաև արջերի ընտանիքին։ Հաջողվել է տեսագրել, թե ինչպես է մայր արջը քոթոթների հետ լողում դեպի ափ։ Հովհաննես Առաքելյանն արդեն 7-րդ անգամ է ականատես լինում ջրամբարի այսպիսի պատկերի։ Չի թաքցնում ոգևորությունը, անհամբեր հետևել են ջրի մակարդակի բարձրացմանը։ Հիասմունք մի բառով կարող ասեմ։ Հիասմունքը շատ լավ է։ Հատկապես այս տարի շատ է ուրախացել, որովհետև վաղուց չէր եղել։ Անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մայիս ամիսը տեղումների քանակը նորմայից այնքան բարձր է եղել, որ ամբողջությամբ լցվել են 5 գլխավոր ջրամբարները։ Ապարանինը 91 միլիոն խորանարդ մետր, Ազատի ջրամբարը 70 միլիոն, Ախուրյանինը 525, Արփիլիչ ջրամբարը 105 միլիոն խորանարդ մետր, ամբողջությամբ լցվել է նաև Մարմարիկի ջրամբարը։ Ջրառ փակbaşնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվում են թվով 15 ջրամբարներ, մեծ ու փոքր։ Իհարկե ես ոչ մեկի կարևորությունն էլ չէի նվազեցնի, բայց մեզ համար Ազատի, Ապարանի, Ախուրյանի, Մարմարիկի ջրամբարներն են, Արփիլիչ ջրամբարը, որոնք որ հիմնականում ապահովում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առյուծի բաժինը։ 2026 թվականի փետրվարը մեր դիտարկումների պատմության մեջ եղել է ամենատեղումնառատ 3-րդ փետրվարը։ Տեղումնառատ էր նաև մարտ ամիսը, մարտը մեր դիտարկումների պատմության մեջ սկսած 1935 թվականից ամենատեղումնառատն էր։ Առանձին հատվածներում, Ամբերդում եւ Արագած բարձր լեռնային կայանում տեղումների քանակը նորմայից ավել է եղել 3-ից 5 անգամ։ Առատ տեղումներով պայմանավորված 2026 թվականի մարտի 28-ին Արագած բարձր լեռնային կայանում մեր ձնածածկույթի բարձրությունը հասավ 324 սանտիմետրի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ էր։ Առատ տեղումները չդադարեցին նաև ապրիլին, ընդհանրապես այս տարվա գարունը վերջին 90 տարվա ամենախոնավ 12-րդ գարունն էր։ Հենց այս տեղումներից հետո էր, որ ամբողջությամբ լցված ջրամբարներից անհրաժեշտ եղավ որոշակի քանակով ջուր բաց թողնել մինչև ոռոգման սեզոնը, այսպես կոչված վթարային ջրթողներով։ Օրինակ Ազատի ջրամբարում վերջին անգամ նման ծավալով ջուր է լցվել 2020 թվականին։ Խոշոր ջրամբարների շարքում է մոտ 7500 հեկտար, ոռոգելի տարածքներ է ջուրն ուղղվում։ Ազատի ջրամբարից մեխանիկական եղանակով ջուրը մղվում է նաև ավելի բարձրադիր հատվածների հողատարածքներ։ Ինչու են Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարները մեզ համար շատ կարեւոր, որովհետեւ Ապարանի, Մարմարիկի ջրամբարները այս տարի ունեն առավելագույն լցվածություն եւ դա ոչ միայն մեզ թույլ է տալիս արդյունավետ կազմակերպել ոռոգման process-ը գյուղատնտեսների համար Հայաստանի Հանրապետությունում հիմնականում Արարատյան դաշտավայրում, Կոտայքում, Արագածոտնի մարզում, բացի դա հնարավորություն է տրվում առավելագույնս խնայել Սևանա լճի ջրի բաց թողումը։ Պայմանավորված այդ ջրամբարների ջրալցվածությամբ Սևանա լճից ջրառ սկսեց իրականացվել հուլիսի 2-ին, ինչը վերջին 25 տարվա ամենաուշ ցուցանիշներ, այսինքն մենք դրական տենդենց ունենք, եթե անցյալ տարի Սևանա լճի ջրառը սկսվել էր հունիսի 6-ից եւ արդեն մինչեւ հուլիսի 2-ը բաց էր թողնվել 46 միլիոն ջուր, մենք այս տարի այդ 46 միլիոն ավել ոնց որ ասած ջուր ունենք, եթե համատենք նախորդ տարվա համեմատ։ Ավելին ջրամբարների ջրալցվածության պայմանավորված կառավարության որոշմամբ այս տարի Սևանա լճից նախատեսվում է 140 միլիոն խորանարդ մետր ջուր, նախորդ տարի բաց է թողնվել 170 միլիոն խորանարդ մետրի կարգի ջուր։
Ջրառատ է եղել նաև Սևանալիճ լցվող Արփա գետը, տարվա սկզբից 140 միլիոն խորանարդ մետրից ավելի ջուր է լցվել լիճ, անցած տարվանից 46 միլիոնով ավելի շատ։ Բացի այդ, ջրի մակարդակը բարձրացել է հենց ուղիղ լիճ լցվող տեղումների շնորհիվ։ Եթե հունվարին ջրի մակարդակը բարձր է եղել 54 սանտիմետրով, ապա ապրիլ-հունիս ամիսներին բարձր էր 48 սանտիմետրով։ Նման ցուցանիշ չի գրանցվել 2011 թվականից։ Այս տարվա հունիս ամսին լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով եւ դա Սևանի հիդրոլոգիական դիտարկումների պատմության մեջ սկսած 1927 թվականից ամենաբարձր երկրորդ ցուցանիշն էր 1988 թվականից հետո։ Այս տարի ջրամբարների 100%-ով լցվելու շնորհիվ Սևանից ավելի քիչ ջուր կմղվի գյուղատնտեսական նպատակներով, հիմնական բեռն իրենց վրա կվերցնեն ջրամբարները, ու որպեսզի ջուրը մշակովի հողատարածքներ հասնի նվազագույն կորուստներով, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ջրատարների մաքրման ու նորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել։ Ի դեպ, ջրամբարների ջուրն օգտագործվում է ոչ միայն գյուղատնտեսական նպատակներով, դրանք կարևոր դեր ունեն նաև հիդրոէլեկտրակայաններին ջուր մատակարարելու համար, օրինակ հերհերի ջրամբարի ջուրը բաց է թողնվում բացառապես էներգետիկ նպատակներով։ Միացյալ Նահանգները զանգվածային հարված է հասցրել Իրանի տարածքին, ըստ ամերիկյան կողմի թիրախավորվել են հրամանատարական կենտրոններ, նավատորմը, անօդաչու թռչող սարքերի պահեստներ, լոգիստիկ եւ այլ օբյեկտներ։ Կենտրոնական հրամանատարությունից նշել են, որ սա պատասխանն է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումներին։ Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Իրանական կողմն էլ հայտնել է Քուվեյթում ամերիկյան ենթակառուցվածքներին հարվածելու մասին։ Լուրեր են շրջանառվում Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում եւ Իրաքյան Քուրդիստանում պայթյունների մասին։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքով ԱՄՆ զինված ուժերում զոհվածների թիվը հասել է 18-ի այն բանից հետո, երբ հայտնաբերվել է նախկինում անհետ կորած համարվող սերժանտներից մեկի մարմինը։ Տարածաշրջանում լարվածության ֆոնին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Լիբանանի նախագահին, խոսելով Իրանի մասին նա հայտարարել է. Թեհրանը շատ է ցանկանում հանդիպել, սակայն Վաշինգտոնը դեռևս հետաքրքրված չէ դրանում եւ կարծում է, որ իրանական կողմը պատրաստ չէ բովանդակալից բանակցությունների։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Միացյալ Նահանգները մոտ ապագայում Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու ծրագրեր չունի։ ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Լիբանանին, հայտարարել այդ երկիրը տարիներով անարդար վերաբերմունքի է արժանացել։ Նա խոստացել է, որ անպայման կօգնեն Լիբանանին հաղթահարել բոլոր խնդիրները, այդ թվում Հզբոլահի հետ կապված։ Թրամփը հավելել է, Հզբոլահի դեմ պայքարում կարող է օգտակար լինել Սիրիայի նախագահը, որը համապատասխան փորձ ունի։ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ վերականգնելու են Լիբանանի հետ ուղիղ թռիչքները։ Աունն էլ Վաշինգտոն այցի շրջանակում հայտարարել է, Հզբոլահի զինաթափման համար անհրաժեշտ է դադարեցնել իսրայելական ուժերի կողմից հանրապետության օկուպացիան, այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել Լիբանանի բանակին եւ կառավարության գլխավորությամբ վերակառուցման ծրագրեր իրականացնել։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Դաշնության տարբեր մարզերում, այդ թվում Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 200-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում նավթաբազա է վնասվել, հաղորդվում է մեկ զոհի մասին, տուժածներ կան Կուբանում։ Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են նաև Կրասնոդարում եւ Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնների։ Հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ, կառույցների գործունեությունը դադարեցվել է։ Սա վերջին օրերին Wildberries-ի պահեստներին ուկրաինական արդեն երկրորդ հարվածն է։ Հուլիսի 18-ին Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում եւ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում զոհվել է 8, վիրավորվել մոտ 80 մարդ։ Վոլոդիմիր Զելենսկին պարզաբանել է, որ այդ պահեստներում եղել են ԱԹՍ-ների եւ տեղորոշիչ սարքավորումների արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, Օդեսայի մարզում բնակելի կառույցներ են վնասվել կամ մեկ զոհ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ալեքսանդր Սիրսկուն Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։ Նրա տեղը կզբաղեցնի գեներալ-մայոր Միխայիլ Դրապատին, որը մինչ այս զբաղեցրել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնը։ Նախագահը նշել է, որ Դրապատիի հետ արդեն քննարկել է հետագա անելիքները եւ երկրի պաշտպանության առաջնահերթ խնդիրները։ Միևնույն ժամանակ Զելենսկին բարձր է գնահատել Կիևի պաշտպանության, Խարկովի հարձակողական օպերացիաների եւ ռուսական Կուրսկի մարզում գործողությունների ժամանակ Ալեքսանդր
Սիրսկու ներդրումը։ Թե ինչ նոր գործառույթներ կստանձնի Սիրսկին դեռևս հայտնի չէ։ Անցած շաբաթ էլ Զելենսկին աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին, որպես պատճառ էր նշվում Ֆյոդորովի եւ Սիրսկու միջև լարվածությունը։ Այնուհետև Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ անցան, ցուցարարները դեմ էին Միխայիլ Ֆյոդորովի պաշտոնանկությանը, քաղաքացիների մի մասն էլ պահանջում էր Սիրսկու հրաժարականը։ Սիրսկին մեկնաբանելով իրեն Գերագույն հրամանատարի պաշտոնից հեռացնելու Զելենսկու որոշումը նշել է. հեռանալով թողնում է այնպիսի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում։ Նա հույս է հայտնել, որ իրեն հաջորդող Միխայիլ Դրապատին կշարունակի Ուկրաինայի պաշտպանությունը եւ կզարգացնի հարձակողական ներուժը։ Դիանա Գասպարյան, Ոսկու տենտ այս անգամ Ստեփանավանում, այստեղ թանկարժեք մետաղի որոնումները, աշխատատեղերի խոստումն ու տուրիզմի ապագան հանրային քննարկումը թեժ ու աղմկոտ էին դարձրել։ Մի կողմում չաշխատող հանքի ընդլայնման կողմ արտահայտվողներն էին, որ կամ աշխատում են, կամ էլ երբևէ աշխատել են Արմանիսի հանքում։ Ուզում եմ, որ այդ հանքը աշխատի, այո, որ աշխատի, որ մարդիկ հաց ունենան։ Ինչ չեն տա հարազատ իսկ, այո։ Ինչով։ Այդ հանքն եմ աշխատում։ Ոչ կարի ֆաբրիկաներն աշխատում, ոչ բերել դեհանորան աշխատում, ոչ մի բան չի աշխատում։ Դու գիտեք մեր քաղաքի օրինակ վիճակը, սոցիալական վիճակը։ 5 հատ հանգստյան տուն, որտեղ աշխատողները կեսը գրանցված են, կեսը չէ 50,000 դրամով են աշխատում։ Հա? Դուք այդ համարում եք, որ զբոսաշրջություն եք զարգացնում։ Դուք աշխատել եք ձեր ընտանիքից կա աշխատող։ Ես հենց հիմա հանքում աշխատում եմ։ Դահլիճում մինչդեռ գերիշխում էր հակադարձողների ձայնը։ Ես Արցախից եմ, տեղահանվել եմ, եկել եմ ստեղ։ 2 տարվա մեջ 200-ից ավել ծառ եմ տնկել, հող եմ մշակում, հաղ եմ պահում, ույն երեխեն ուտում է առողջ շնչում է մաքուր օդ, քրիք չացնում։ Այն բանից, որ հանքում աշխատատեղ պիտի ստեղծվեր, բայց 10 տարի այդ հանքը չկա, որ լիքը մարդ մահացավ այդ հանքում եւ ի վերջո քաղաքերի ցուցանիշներն է բարձրացել տարածաշրջանում։ Բերեք գիտական հետազոտություն, որը ապացուցում է, որ հանքերը առաջացնում են քաղցկեղ եւ այլն։ Ես ինքս Ստեփանավան տուն եմ առել, այն հեռանկարով, որ պիտի գամ ստեղ ապրեմ, այն հեռանկարով, որ ստեղ առողջ բնական միջավայր է։ Աղմուկ չկա, խոշի չկա, եղանակը մեղմ է, շոկ չի, ձմեռները մեղմ է, շատ ցուրտ չի։ Դահլիճում Միկին էլ փորձում էր համոզել նախարարության ու ընկերության ներկայացուցիչներին, որ 9 տարի առաջ թողել է բժշկի գործն ու Արմանիսում շուրջ 100 միլիոն դրամի ներդրմամբ պանրի գործարան հիմնել, իսկ հանքի ընդլայնումը կզրոյացնի իր ամբողջ աշխատանքը։ Այդ հանքի բացումը շատ վտանգավոր է, որովհետև այդ հանքի արգասիքները 50 կիլոմետր շարաղիտիղով բան են անում։ Դուք մեր գործինել եք խփում, ես 100 միլիոնից ավել փող եմ ներդրել։ Ռուսական կապիտալով Սագամար ընկերությունը, որը դեռ 2000-ականներից Արմանիսում հանքարդյունաբերության թույլտվություն ունի, հարյուրավոր աշխատատեղեր են խոստացել, բայց տարիներ շարունակ կիսատ, պռատ ու մեծ ընդմիջումներով աշխատել։ Իրենց ետևից հեկտարներով ամայացած տարածքներ են թողել առանց որևէ վերականգնման աշխատանքի։ Այսօր հայտարարում են, թե միլիոնավոր դոլարների ներդրումներով կորզված ոսկին իրենց օգուտ չի տվել։ Ընկերության փոխտնօրեն Արա Բերբերյանն ասում է, խորհրդային տվյալներով էին հանք բացել։ Պարզվեց, ոսկու մեծ պաշարների մասին տվյալներն իրական չեն։ Այսօր նոր հետազոտության կարիք ունեն, հանրության թույլտվությունն է պետք։ Հիմա որպես շահավետանի, այդ ձեր հարցն է, պետք է այդ ուսումնասիրություններ արվի, պետք է ճիշտ մեխանիզմերով աշխատել, որ երկարաժամկետ, որտեղ կարող է հիմա դնել, մի տարի, 2 տարի հետո խնդիրի լուծում կլինի, չէ։ Ինչ բնապահպանները պայքարում են, որ Սագամարի ծրագրերը տապալվեն, պարզվում է Ստեփանավանի ավականին արդեն իսկ առատաձեռն որոշումներ է կայացրել։ Տարեսկզբին Արմանիսի եւ Ուրասարի անտառներում ոսկի, արծաթ, պղինձ, կապար ու ցինկ որոնելու համար ավականին ընկերությանը 23 տարով վարձակալության է տվել 23 հեկտար հողատարածք, տարեկան յուրաքանչյուր հեկտարի համար սահմանելով 2 միլիոն դրամ։ Բայց դրանից ընդամենը ամիսներ առաջ ավականին նույն ընկերությանը այս գյուղերի գրեթե կրկնակի
մեծ 41 հեկտար տարածք հեկտարը տարեկան ընդամենը 100,000 դրամով էր տրամադրել։ Թե ինչու են ընդամենը կես տարի առաջ ջրի գնով հանքարդյունաբերական տարածք տրամադրել 20 անգամ ցածր գնով, ավագանու նիստերին չի քննարկվել։ Ավելին, նիստի ժամանակ առաջարկվել էր 100,000 դրամը դարձնել 150,000։ Որոշումն ընդունվել էր, քվեարկել էին այս տարբերակի օգտին, բայց փաստաթղթերում դարձյալ մնացել է 100,000-ը։ Դնենք քվեարկան ժողովրդի նվակով, դեր ձեր նպատակությունն շնորհակալություն բոլորիդ։ Սա էլ դեռ ամենը չէ։ 2 տարի առաջ ավականին մեկ այլ Հայասա Ռեսուրսիս Քորպ ընկերությանը 3 տարով վարձակալության էր տվել 920 հեկտար գյուղատնտեսական հող, հեկտարը տարեկան ընդամենը 49,000 դրամով։ Հենց այս նիստի ընթացքում համայնքապետ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Ուրասարում ոսկի փնտրած պորտուգալա-ավստրալիական այդ ընկերությունն այդպես էլ ոչինչ չի գտել։ Չկա ասենց, հլա մի տարի ունեն, բայց արդեն ուզում են հրաժարվել։ Մի դաժե ասма 10%, այն ինչ որ ակնկալում ենք, սկի դրած 10%-ը չկա։ Իսկ թե ինչու են աղքատիկ պաշարներով հողերն այսքան հրապուրում հանքարդյունաբերողներին, այդպես էլ անհայտ է մնում։ Սագամարն Ուրասարում ընդերքօգտագործման թույլտվություն ունի մինչև 2049 թվականը։ Բնապահպանական ու սոցիալական բուռն վեճերով ուղեկցվող այս հանրային լսման արձանագրության հիման վրա Ստեփանավանի ավականին որոշում կկայացնի տալ վերջնական համաձայնություն, թե մերժել ընկերությանն ու ընտրել տուրիզմի ուղին, ինչպես նշված է իրենց զարգացման ռազմավարություններում։ Արդեն երկրորդ տարին է Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվում եւ անցկացվում է Նարդու համայնքային բաց մրցաշար։ Այս խաղով հետաքրքրված տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչները սահմանված ժամկետներում հայտագրվել եւ իրենց ուժերն են չափում միաժամանակ վայելելով հետաքրքիր ժամանցը։ Այս տարի առաջնությանը հայտագրվել է 35 մասնակից։ Արդեն երկրորդ տարին է, որ Գավառի համայնքապետարանը կազմակերպում է եւ անցկացնում է Նարդու բաց առաջնությունը խոշորացած համայնքով։ Այս տարի մասնակիցներն ավելի շատ էին, մոտ 35 մասնակից, նախորդ տարվա համեմատ։ Իմ կարծիքով այս Նարդու մրցաշարը կդառնա ամենամյա։ Առաջնությունն անցկացվում է շրջանաձև մրցակարգով, հետաքրքիր ու լարված մրցակցության մթնոլորտում։ Գլխավոր մարզիչը Երվանդ Ղուրշուդյանն է։ Մրցանակային տեղեր զբաղեցնողների համար Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից դրամական պարգևներ են նախատեսված։ Առաջնության հաղթողն է Արցախից տեղահանված Գավառ քաղաքում բնակություն հաստատած Սեյրան Աղաջանյանը։ Շնորհակալ եմ ես կազմակերպությունից, պարոն Մարտիրոսյանից, որ սենց բաները կազմակերպել։ Մենք գալիս ենք, մեր հաճույքը ստանանենք։ Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Հենրիկ Բոշյանն ու Գարեգին Մեսրոպյանը։ Նրանք եւս արժանանում են դրամական պարգևների։ Ալվարդ Մանուկյան, Արփիկ Կակոյան։ Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ առանց լիցենզիայի եւ համապատասխան թույլտվության կազմակերպում է ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց, պարզվեց, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս եւ վաճառում։ Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնեցին բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալեցին եւ բաժին տեղափոխեցին աջակցող 49-ամյա տղամարդուն ու եւս 4 հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տվյալների պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Հանգամանքները պարզվում են։